Տիկին Գիրուկյան, ասեմ, որ այս նախաձեռնությունը նախընտրական չի հաստատ։ Ինչքան էլ մենք ասենք, դուք ասելու եք նախընտրականը, բայց ինքը սպասված էր եւ սպասված էր վաղուց, եւ եթե մենք ունենայինք այդ հնարավորությունը, պարոն Մախարյան, երևի ավելի շուտ կանենք։ Այսօր ունենք այդ հնարավորություն, չանենք։ Եվ սա ոչ միայն սպասված, ասա դրական լիցքեր է տալիս։ Դուք ասում եք, ես զավակ ունեմ, եւ այդպես զավակ ունեցող շատերը կան։ Պարոն Խաչատրյանը ասում այդ կրճատումով այլ նպատակներ են հնարավորություն ստանում, որպեսզի դառնան իրականություն։ Ես կիսում եմ այդ։ Բայց այդ նպատակները նաև ծառայելով կարա լինի։ Դրա համար կոչ եմ անում կողմ քվեարկենք, այս լավ նախաձեռնությունը։ Սա նաև հետևում է այն անցած ուղուն, որ բանակը հետ պատերազմյան իրողությունները հաշվի առնելով գնում է անշեղորեն բանակի գրավչության բարձրացման ուղիով։ Եվ դա անխուսափելիորեն պետք է անենք։ Տեսեք, պարոն Աբրամյանը ճիշտ է քիչ է գալի մեր նիստերին, բայց երբ որ գալիս է, նաև ճիշտ բան է ասում, որ Պաշտպան Հայրենյացը Տիգրան ջան, չէ՞ դե չեմ ասում, Պաշտպան Հայրենյաց ինքը հաջողված ծրագիր է։ Եվ եթե նայում ենք պրոֆեսիոնալ բանակ ունենալու ճանապարհին ոնց է գալու այդ թվերը, թվաբանությունը համընկնեն իրար, դա տարի ու կես հետո կգնահատենք։ Այդ տարի ու կես հետո այս հույսերը կդառնալով իրականություն նոր լիցք կտան եւ մենք կմոտենանք այն հիմնական խնդրի լուծմանը, որի անունը ունենալ մարտունակ պրոֆեսիոնալ բանակ, որոշակի կայուն սպառազինությամբ, լավ կրթությամբ եւ այդպես շարունակ։ Ոստի որպես հարագից զեկուցող կոչ եմ անում կողմ քվեարկել եւ այդ դրական լիցքերը հասարակությանը հենց այս պայից փոխանցելով գնանք լիագումար նիստերի դալեջ։